Մենք շարունակում ենք սիրելիներ եւ ձեզ հետ միասին գնալու ենք եւ խոսելու ենք երաժշտական աշխարհում շատ կարեւոր մի նորության մասին, մարդիկ ովքեր իսկապես տաղանդավոր են եւ ունեն իրենց հետաքրքիր ձեռագիրը երաժշտական իրականության մեջ։ Ներկայացնենք հյուրերին եւ սկսենք հարցազրույցը։ Մեր տաղավարում են Արին Քարամյանը, երաժիշտ, Ադանա Project խմբի համահիմնադիր եւ երաժշտական ղեկավար եւ Համլետ Նալբանդյանը, Ադանա Project խմբի կիթառահար։ Բարի լույս ընկերներ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ։ Շատ ուրախ եմ։ Ստեղծագործող մարդու համար տեսահոլովակ ունենալը դա տոն է, դա նոր ձեռքբերում է։ Ինչպես են ստեղծվում առհասարակ երաժշտական մտքեր Ադանա Project-ում, ինչ կարևոր սկզբունքներ կան, որոնք հետո իհարկե դառնում են տեսահոլովակներ, արդյոք որևէ ինչ-որ մի զգացողական հիմք կամ պատմություն կամ իրադարձությունն է դառնում սցենարական եւ երաժշտական հիմք ի վերջո ունենալու տեսահոլովակ, թե պարզապես հստակ պլանավորում եք, որ այսօր պիտի մտածենք ու ստեղծենք երգ տեսահոլովակ։ Մի քիչ պատմեք այդ մասին։ Կարելի է ասենց ասել, կոնկրետ այս գործի հետ կապված մեր շատ մոտիկ ընկեր Անդրեաս Սիմոնյանը առաջարկել այս երգը, որը որ իր միջոցով մենք մեր շատ սիրելի Լեյլա Սարիբեկյանից թույլտվություն ենք հարցրել եւ ինքը շատ սիրով ընդունել է, որը մենք այս գործը մեր ձևով ներկայացնենք։ Ու հույսով եմ, որ բոլորին դուր գա, իսկ ընդհանրապես երգը ոնց ենք ընտրում, մեր գաղափարը այնպես է, այսինքն խմբի սկզբից որոշել ենք, որ հայկական ամենասիրված, հին, ժողովրդական, հայրենասիրական եւ այլն այդ երգերը մեր ձևով ներկայացնենք։ Այդպես է։ Իրականում շատ կարևոր է, քանի որ նոր երիտասարդ ունկնդիրները շատ հաճախ այսպիսի տարբերակներով երգը լսելուց հետո միշտ գնում են արմատներ հասկանալու, թե ինչպիսին է եղել այս երգի բնօրինակը, ովքեր են երգել կամ որ երաժիշտներն են կատարել, ու այս կերպ նաև ընդունված cover տարբերակները, որ տեղի են ունենում մեր կյանքում տարատեսակ ստեղծագործությունների, մեզ ել ավելի են մոտեցնում մեր արմատներին։ Եվ շատ կարևոր է այդ աշխատանքը, որը դուք կատարում եք, բայց ինչպես եք ընտրում, թե այս անգամ որ սիրված ստեղծագործությանը պետք է լինի անդրադարձը։ Ոնց ենք ընտրում, այնտեղ կա հենց սիրողական, այն երգ, որը հենց մեզ աղոք է հարազատ եղել, ինձ այդ եղբորս Արիսը, եւ կան երգերը, որ հարմար են գտնում այդ ժանրի մեջ ներկայացնելը։ Դա ամենամեծ կարևոր ֆակտորն է, որ մենք հաշվի ենք առնում։ Իսկ երգեր էլ կա, որ ուղղակի չես կարող կպնես այդ երգերին, ոչ թե ինքը հարմար չի, այլ ուղղակի ինքը լրիվ ուրիշ արժեք ունի ու պետք է պահպանվի։ Դա կարևոր գիտակցություն է։ Պարտադիր։ Իսկ ինչպես է գաղափարը հայտնվում փորձասենյակում։ Կապ ունի, թե ով է առաջարկում կամ ինչ տարբերակով արդեն մտքում ունի այն տարբերակը, որով ներկայացնելու եք լսարանին, թե փորձերի արդյունքում ծնվում է դա։ Չէ, դա արդեն փորձերի արդյունքում է ծնվում, բոլորն կարող են առաջարկություններ անել, միասին աշխատում ենք գործերի վրա փորձում եւ այլն։ Դա ընդհանուր է լինում։ Առհասարակ խումբը, բենդերը երբ հավաքվում են մի գաղափարի շուրջ, միշտ նրանք ունենում են տևական տարիների, այսպես երաժշտական պատմություն ու գործունեություն, լավ է, որ դուք էլ ունեք հստակ պլան, հստակ գաղափարներ, որի շուրջ հավաքվել եք եւ ստեղծագործում եք, բայց ես խոսքս կուղեմ կիթառահարին խմբի, առանց պայքարի, առանց երկխոսության, առանց քննարկումների, որովե դրական արդյունք դեռևս չենք ստանա։ Ասա որ ստեղծագործական պայքարի մասին է խոսքը իհարկե։ Ու ամեն ինչ հաշտ ու համերաշխ չէ, իհարկե փորձասենյակում։ Ինչ պայքար կա առհասարակ ձեր մեջ, ինչ քննարկումներ են լինում, մի փոքր փակագծերը բացեք, հասկանանք ներքին խոհանոցում երաժշտական ինչ է կատարվում։ Մի քիչ բարդ հարց է, բայց հա լինում է միշտ անհասկանալի բաներ լինում այրեն մեջ, բայց միշտ ընդհանուր հայտարարի են գալիս։ Իհարկե դա հենց մեր աշխատանքի որակի վրա է միանգամից զգացվում, որ առանց դրա չի կարող որակով ինչ-որ բան դուրս գա։ Այսինքն միշտ այդ պայքարն էլ, քննարկումն էլ վեճ չէ, վեճ մենք չենք վիճում, բայց քննարկել բան եւ այլն ու միշտ ընդհանուր հայտարարի են գալիս, դա ամենակարևորն է մեր խմբում։ Հրաշալի է։ Հիմա խոսենք նաև նկարահանումներից, որովհետև տեսահոլովակները իրենցից բարդ աշխատանք են ենթադրում նաև նկարահանման երբեմն երաժիշտների համար անտանելի թվացող աշխատանքից։ Ինչպես ընթացավ այս տեսահոլովակի նկարահանումները, ինչ թիմ աշխատեց։ Մեր այս երևի 10-11 տարվա ընթացքում այս տեսահոլովակը մեզ համար լրիվ նորություն էր, թե ոնց են կազմակերպել, որտեղ այս տեսահոլովակի մեջ մենք բոլորս ունենք մեր պատմությունը, որը որ կապել ենք հենց երգի բառերի հետ կապված,
ամեն մեկս մեր առանձին պատմություն ունենք ու շատ հետաքրքիր է։ Իսկ թվում է պետք է նայենք կլիպը ու հասկանանք այդ ոնց է այդ աշխարհը ստեղծվել։ Հետաքրքիր է, մենք կդիտենք իհարկե, այստեղ էլ շատ փակագծերը չբացենք, բայց երաժշտական հրավառությամբ ստեղծվեց նաև ձեր ալբոմը, որտեղ տեղ են գտել լավագույն ստեղծագործությունները։ Մի փոքր ալբոմի մասին, եթե կարելի է ներկայացնել։ Դե ալբոմի ձայնագրությունները սկսվել է 2 տարի առաջ։ Մի քիչ խոչընդոտների պատճառով մի քիչ հետաձգվել է ռիլիզը, բայց այս դեկտեմբերի 8-ին կլինի օֆիցիալ ռիլիզը ալբոմի, բոլոր digital հարթակներում կարող եք լսել iTunes, Spotify, Apple Music, Yandex Music եւ այլն։ Ալբոմի ձայնագրությամբ զբաղվել է Արինե Քարամյան եւ շատ մեծ ներդրում ունեցել ձայնագրություններով զբաղվել է մեր նախկին գիտարահար, բայց անբաժանելի գիտարահար Ռոման Մնացականյանը, որին բարևում ենք ու շատ ջերմ ողջույններ ուղարկում։ ԱՄՆ-ում ուղղակի տենց։ Հա։ Պատկերազարդում զարկ զարքի մտածված։ Զարկը կարող եմ ասեմ ինչի զարկ, որտեղ մեր առաջի ալբոմի անունը Վերադարձ էր։ Զարկը որպես երկրորդ ալբոմ, այսինքն դու վերադառնում ես հայրենիք եւ հայրենիքում քո սիրտը բապախում է։ Այդ կոնցեպտով ենք մենք երկրորդ ալբոմի անունը Զարկ որոշել։ Այս գեղեցիկ դիզայնն էլ Արվին Քոչարյանի հիանալի աշխատանքն է։ Եվ խոսենք ընդհանուր գործունեությունից, հասկանանք կարևոր ձեռքբերում ունեք իհարկե ապագայում ալբոմը, տեսալովակի պրեմիերան, որ այսօր կկայանա, իսկ համերգային ծրագրերի ակտիվությունից ինչ կասեք։ Մենք շուտով ունենալու ենք համերգ դեկտեմբերի 12-ին Hard Rock կաֆեում, սիրով սպասում ենք բոլորին։ Դե համերգներ սպասում են նաև հունվար ամսին, բայց դեռ հստակեցված չէ, բայց մոտակա համերգը լինելու է դեկտեմբերի 12-ին։ Սոցիալական հարթակներում կարող եք հետևել խմբին, որպեսզի որևէ համերգ եւ առհասարակ որևէ նորություն բաց չթողնեք եւ քանի որ այսօր հավաքվել ենք նաեւ պատմելու տեսահոլովակի մասին, որը շատ շուտով կլինի նաեւ մեր եթերում րոպեներ անց, խոսենք նաեւ խմբի մասին, ովքեր աշխատեցին, ինչպիսի տեսահոլովակ ստեղծվեց, արդյունքից գոհ եք դուք։ Մենք շատ գոհ ենք։ Վիդեոյի հետ կապված աշխատել, այսինքն այս երգ եւ վիդեոյի մասին է խոսքը։ Մարիամը Գևորգյան, ինքը նկարահանողն է, ռեժիսորն է եղել, շատ շնորհակալ եմ իրանից։ Սերգեյ Գասպարյան Alpha Sound Studio-ում ենք ձայնագրվել։ Այս երկուսի միջոցով մենք կարողացել ենք այս երգը կյանքի կոչել եւ շատ ներողություն եմ հայտնում, որ մնացածի անունը որ այս պահին չեմ հիշում։ Եվ երաժշտությունը Լեյլա Սարիբեկյանինն է, բառերը Հովհաննես Թումանյան։ Այդքանը։ Վստահաբար շատերը արդեն մտովի հիշեցին հենց Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ այս ստեղծագործությունը, բայց նորովի տարբերակը լսելը կարծում ենք շատ-շատերի փլեյլիստում ամենասիրվածներից կլինի։ Իրական շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար, որ այսքան տարի շարունակ դուք փորձում եք մեր գանձարանի լավագույն ստեղծագործությունները, այն ժամանակվա փոփ ստեղծագործությունները նաև հայտնի վերադարձնել մեր երգացանք եւ նորովի մատուցել դրանք։ Շատ եք ստեղծագործում, դա հրաշալի է, համերգային ծրագրերը ամսվա մեջ գոնե 1 կամ 2 անգամ թող լինեն իհարկե, բայց մի հետաքրքիր բանի մասին կցանկանայի, որպես ամփոփում նաև խոսել, այսօր երաժշտական աշխարհում նույնպես բոլորին տրված այդ ազատությունը, անսահման ազատությունը ստեղծագործում են ով երբ եւ ինչպես կցանկանա, բայց ամեն դեպքում կա մի սանդղակ որակային ու մտածողության, որից այն կողմ չարժե գնալ ըստիս։ Եվ փոխվել է նաև համերգային ծրագրերի ձևաչափերը։ Ինչ էր տարիներ առաջ եւ ինչ այսօր պահանջը եւ երիտասարդների եւ ավագ սերնդի եւ նաև առհասարակ ձեր հավատարիմ երկրպագուների արդյոք պահանջները նույնն են, ինչպես են կայանում ձեր համերգային ծրագրերը։ Այս կարևոր թեմայի մասին կարճ անդրադարձ։ Բարդ հարցեր։ Հա, դե ժամանակի ընթացքում հա փոխվում է պահանջները, բայց մենք փորձում ենք պահպանել համ որակը, համ այն ինչ որ պահանջ է եղել նախկինում ու բայց ժամանակի հետ առաջ գնալ էլի։ Իսկ բալանսը պահել, թե նախկին համամիտ եք այն մտքի հետ, որ այսօր հասարակությունը դե այն ինչ պահանջում է, այդ էլ ներկայացնում են։ Եկեք փաստենք, որ հասարակությունը որակյալն է պահանջում, եթե նայենք։ Այո, կա այդպիսի բան ու պիտի ասեմ ընտրությունն է շատացել։ Լսարանի համար ընտրությունը շատ է, այսինքն ամենավատից դու լսում ես, մինչև ամենավորակյալը, ժանրը այստեղ կապ չունի։ Կարա դասական լինի, հայկական, ժողովրդական եւ այլն եւ այլն։
Իսկ մենք մեր մոտ 50-50 է կոնկրետ մենք անում ենք այն ինչ որ մենք հավատում ենք դրան եւ բնականաբար 50%-ը հաշվի ենք առնում որ լսարանը ինչ է ուզում լսել այս ժանրի հետ կապված։ Հատկապես երբ այս տարիների ընթացքում ունենք ձևավորված լսարան արդեն, որոնք իսկապես հետևում են ձեզ։ Իմ ես վստահ եմ մեր ընկերների սրտի ռիթմերը կարագան, որովհետև այո։ Կարագան է։ Եվ հենց հիմա առաջին ալիքի եթերում մենք ունենալու ենք պրեմիերա, դիտենք տեսալ հոլովակը, բայց մինչ այդ ասենք շնորհակալություն ձեզ, թե կատարած աշխատանքի եւ թե առավոտը մեզ հետ սկսելու համար։ Իսկ հիմա ժամանակն է։ Պրեմիերա մեր եթերում, խնդրեմ։